Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Բագրատ Գալստանյանի և մյուսների դատավարությունը, այն ևս անցավ փոքր միջադեպերով, ինչպես նախորդ դատական նիստին էր։ Պարոն Գալստանյանի պաշտպանների ֆունկցիա վերցնելու ցանկություն չկա։ Եթե դալիճում պարոն Գալստանյան չկա։ Իր պաշտպանները կբացատրեն երևի կհասկանա։ Ուրեմն այս դալիճում պարոն Գալստանյան չկա, ու այդ վիրավորանքի համար էլ պիտի պատասխան տաք։ Մենակ մխիթար գործ չեք ստանալու, ուրիշ բաներ էլ եք ստանալու։ Լսեցինք, նստեք։ Հարգելի վարորդի մասնակիցներ, մի փոքր կրկերը զսպեք։ Միջադեպը շարունակվեց նաև ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանի ելույթից հետո։ Մեր մեղադրողները, որ այսօր այս կես շինծու գործով 18 արտարների մեղադրել են, զրկել են ազատությունից, իրանց երեխաներից, ծնողներից, փոխանակ գան սուսուպուզ նստեն, մենակ այդ իրանց շրջանակ դրում կոզորել, մի հատ այն օրը մեկը այդ տղայի ասում արան նստի տեղը, ուրեմն ես, որպես կալանավոր և այս գործով մեղադրյալ, հորդորում եմ, քանի որ այդ գործողությունը դուք պետք է անեիք, բայց ես տեսան, որ դուք դա չարեցիք, այն որ կալանքը տալիս եք, ինչ կապ ունի միջնորդ։ Պահում եք, այդ ամեն ինչ անում եք նորմալ է, բայց որ ստեր ես արդարությունը պետք է պահեք, էդ չեք պահում, ուրեմն ես դες ասեմ, մենք և արդարությունը գիտենք և մեր նամուս թասիբը պահելու ձևը գիտենք, ուրեմն մեղադրողներ, այդ դաժե որ են թասիբը չունեք գործից դուրս, Բագրատ Սրբազան դիմեք, Բագրատ Սրբազան դիմեք լսեք, ուրեմն լսից, ուրեմն մի թակից, որ դուք ասում ես չեմ ընդհատում։ Մոտ 2 ժամ տևած դատավարության ընթացքում ըստ էության մեկ հարց քննարկվեց։ Մեղադրյալներից Արմեն Ալեքսանյանի փաստաբանը Կոչուբաևը դիմեց դատարանին խնդրելով դադարեցնել քրեական հետապնդումը։ Նա պատճառաբանում էր, որ այս մեղադրյալի դեպքում ըստ էության 2 դրվագ կա դրված մեղադրանքի հիմքում։ Դրանցից առաջինը պատվարժան դատան գաղտնալսման ըստ էության արձանագրություն եւ վերցանումն է, որտեղ այսինքն Արմեն Ալեքսանյանը ամբողջ գործի ընթացքում որպես ֆիգուրանտ կա 2 անգամ, մեկ անգամ ընդհանուր խոսակցության է մասնակցում եւ խոսում է գզգզված մազերով չուչելի մասնակցությամբ լայվ իրականացնելու մասին։ Սա ապացույց 1 եւ ապացույցը 2 պատվարժան դատան իր TikTok-յան էջի ծվածեղի տեսանյութի պատրաստման տեսանյութն է։ Մինչդեռ պատվարժան դատան Արմեն Ալեքսանյանին մեղսագրված է ամբողջ 18 արդարներին այն ինչ որ մեղսագրված է, այսինքն եւ ահաբեկչություն եւ իշխանության զավթման փորձ։ Հիմա համադրելով այս մեկնաբանությունը ծվածեղի տեսանյութի հետ պատվարժան դատան ակնհայտ է դառնում մեկ պարզ իրողություն, որ այդ տեսանյութը որևէ ձևով չէր կարող ահաբեկչությանը նախապատրաստել կամ իշխանության զավթմանը նախապատրաստել։ Արմեն Ալեքսանյանը այստեղ է բացառապես Բագրատ Սրբազանին սատարելու եւ գզգզված մազերով չուչելի լայվին նախապատրաստության համար։ Դե խառնում եմ ամբողջության միջնորդության դեմ։ Դատավորը մերժեց քրեական հետապնդումը դադարեցնելու այս միջնորդությունը, նշեց նաեւ, որ այս հարցին ըստ էության կանդրադառնան դատավարության այլ փուլում, երբ սկսեն ուսումնասիրել այս գործի հիմքում դրված ապացույցները, այդ թվում նաեւ տեսանյութերը։ Դատավարության վերջում պարզ դարձավ, որ վերաքննիչ դատարանը բավարարել է փաստաբանների միջնորդությունը եւ տնային կալանք է տվել այժմ կալանավորված այս գործով մեղադրյալ արցախցի պատգամավոր Դավիթ Գալստյանին։